Աննա Հակոբյանին նորից մեղու է գծել։ Տիկինը Փաշինյանից բաժանվելուց ու փոշմանել միանալուց հետո նոր արշավ է սկսել Հայաստանում կանանց դեմ բռնության թեմայով։ Ամեն օր հրապարակումներ է անում այն մասին, թե իբր հայկական իրականության մեջ ընտանիքներում կանանց դեմ բռնությունը համատարած է, դիմում է Եվրոպայում սովորող հայ աղջիկներին եւ մյուս կանանց, որպեսզի սատարեն իրեն, տարածեն իր նոր արշավը։ Տիկնոջ հրապարակումներից այնպիսի տպավորություն է, կարծես հայկական ամեն երկրորդ ընտանիքում բռնություն կա եւ դա համատարած բնույթ է կրում։ Իհարկե, բռնությունը դատապարտելի է եւ դրա դեմ պետք է պայքարել, բայց նաեւ նկատենք, որ ընտանեկան բռնությունը բարեբախտաբար մեր երկրում համատարած բնույթ չի կրում եւ ուրեմն ինչու է տիկինը տիեզերական աղմուկ բարձրացրել։ Փորձը հուշում է, որ դա ամենևին պատահական չէ։ Բայց մինչ այդ նկատենք, որ Հայաստանում ամեն օր հենց իշխանության կողմից է ոտնահարվում հայրենասեր հայ կանանց իրավունքները, ինչի մասին Աննա Հակոբյանը իհարկե լռում է։ Ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերն են հիշեցնում այդ դեպքերի մասին։ Օրինակ Արսինե Մինասյանը հիշեցնում է մի քանի դեպքեր, երբ հենց այս իշխանության օրոք իրավապահ մարմինների կողմից խախտվել են կանանց իրավունքները, բայց նույն Աննա Հակոբյանի կողմից եղել է զերո արձագանք։ Խոսքը կանանց իրավունքներին է վերաբերվում, այ 3 դեպք ես ձեզ հիշեցնեմ, որտեղ դուք պետք է արձագանքեիք, բայց չկայիք։ Օրինակի համար Մարմարաշենում, երբ որ քաղաքական քարոզարշավ էր, հղի կնոջը վիրավորեցին, հարվածներ հասցրեցին, գործը հասավ ոստիկանություն, բայց ձեր կողմից զերո արձագանք, որ չի կարելի հղի կնոջը, անկախ նրանից ճիշտ է, սխալ է, քաղաքական է թե ոչ քաղաքական, հարվածել։ Դա բռնություն էր։ Երկրորդը, Արեգնաս Մանուկյանը, ով գտնվում է կալանքի տակ, 2-ամսյա կալանքի տակ, իրեն արգելվել է իր երեխայի տեսակցությունը։ Հասկանում եք, մենք ինչից ենք խոսում, ծնողին փակի տակ են պահել, կալանավորել են ու արգելում են երեխայի տեսակցությունը։ Եվ երրորդը, ձեր շարքերում կա Ռոստամ Բակոյան, ում կինը հայտարարել էր, որ իր ամուսինը իրեն ծեծում է, գումարները վերցրել է եւ հետ չի տալիս ու նմանատիպ ընտանեկան բռնություն։ Բայց դուք այսօր Ռոստամ Բակոյանին ուղարկում եք Եվրոպա, որպեսզի ներկայացնի մարդու իրավունքների հարցերը, հանձնաժողովի անդամը։ Այդ մարդը ձեր կուսակցության շարքերում է եւ փոխանակ դուք սկսեք իրենցից հրապարակային հայտարարություններ եք։ Այս դեպքերը սակայն այսքանով չեն ավարտվում։ Գործող իշխանությունը որքան շատ է խոսում բռնության դեմ պայքարից ու ժողովրդավարությունից, այնքան ավելի շատ է խախտում մարդկանց իրավունքները, սպառնում, ճնշումներ գործադրում։ Կանանց իրավունքները խախտողներից մեկն էլ Նիկոլ Փաշինյանն է, հիշում եք ինչպես էր քաշքշում բժշկուհի կնոջը կամ սպառնում արցախցուն։ Կին կլնի, տղամարդ կլնի, ով եկավ նույն խոսույթով կանգնեց հանդես եկավ, վզից բռնել եմ շպրտեք։ Խոսեմ տեն ձեզ դες բարձր։ Ռոբը, մի րոպե, արի մի րոպե մի գնա։ Ռոբը Սերժը, եւ մյուսները, Նախընտրական շրջանում բերման ենթարկեցին նաև ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին, նրա նորածին բալիկին 10 ժամով զրկելով մոր ներկայությունից, Ղումաշյանի զավակին կերակրելու իրավունքից։ Հիշենք նաև, թե ինչպես էին ոստիկանները բռնություն գործադրում, բերման ենթարկելով Եռաբլուրից դուրս հանում 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսների մայրերին։ Այս ամենի մասին կրկնում ենք, Աննա Հակոբյանը շարունակաբար լռել է։ Գործող իշխանության օրոք կատարված բռնության դեպքերի ու Աննա Հակոբյանի լռության մասին երկար կարելի է խոսել, բայց փորձենք հասկանալ, թե ինչու է տիկինը հիմա սկսել ակտիվ կերպով անդրադառնալ կանանց դեմ բռնության թեմային։ Ոչինչ պատահական չէ ու այս ամենի հետևում բոլորովին այլ բան է թաքնված։ Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն անդրադառնալով կատարվածին գրել է. Եթե ձեզ զարմացնում է ինչու է ամառվա շոքին ու արձակուրդների մեջ վդրուկ սկսվեց շրջանառվել կանանց իրավունքների ու ընտանեկան բռնությունների արհեստածին հարցը, ապա ասեմ. Գալիս է սեպտեմբերը եւ պետք է վավերացնել բազմաչարչար Ստամբուլյան կոնվենցիան եւ սահմանադրական խայտառակ ռեֆորմները։ Երբ դու ունես ընտրությունների արդյունքում ցածր լեգիտիմություն ու քեզ ԵՄ որոշում է վարչապետ հռչակել անկախ խայտառակ խախտումների, դա հենց այնպես չի արվում։ Պարտքերը բաժանելու ժամանակը վերջացել է, եկել է պարտքերը հավաքելու ժամանակը, գրել է մեդիափորձագետը։ Ստամբուլյան կոնվենցիան իրականում կարող է խաթարել ավանդական ընտանիքի գաղափարը, նպաստել գենդերային գաղափարախոսությանը, բացել ճանապարհ միասեռ ամուսնությունների համար, ազդել դպրոցական կրթության բովանդակության վրա։ Այս կոնվենցիան Հայաստանը ստորագրեց 2018-ին, հիմա հերթը հասել է վավերացմանը, սակայն իշխանությունը տեսնելով թեմայի վերաբերյալ առկա սուր քննադատություններն ու բոյկոտը, դրա վավերացումը հետաձգեց։
Բայց հիմա Արևմուտքը, որը ընտրություններում սատարեց Փաշինյանի վերընտրությանը, շտապեցնում է կատարելու իր պահանջներից մեկը՝ վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան։ Նշենք, որ այս կոնվենցիային չեն միացել նաև Ադրբեջանը, Բուլղարիան, Չեխիան, Հունգարիան, Լիտվան ու Սլովակիան։ Թուրքիան, որը վավերացրել էր կոնվենցիան, հետո դուրս եկավ։ Իսկ 2018-ին Բուլղարիայի սահմանադրական դատարանը հայտարարեց, որ կոնվենցիայի որոշ դրույթներ, մասնավորապես գենդեր հասկացության կիրառությունը, անհամատեղելի են երկրի սահմանադրության հետ։ Այդ որոշումից հետո վավերացման գործընթացը դադարեց։ Հիմա հերթը Հայաստանինն է եւ ինչպես տեսնում ենք, այս իշխանությունն ամեն ինչ անում է վերջնականապես խաչ քաշելու մեր ազգային արժեքների, ավանդույթների ու եկեղեցու վրա։ Այս իշխանության վերընտրությամբ մենք անասելի դժվար փուլ ենք թևակողում։ Իրավիճակից ելքը միասնական պայքարն է։ Pike News լրատվական։